Աստծո, խոսքը ասում եմ մենք օրենքի տակ չենք, մենք շնորհի տակ ենք։ Դե շնորհքը պիտի հասկանան, որ շնորհի տակ լինեն։ Որովհետև շատ քրիստոնյաներ կան, որ շնորհի տակ են, բայց քրիստոնեությունը այնքան են հրեականացրել, այնքան են կանոնավորել, այնքան են կրոնավորացրել, որ ինքնիրանք ճռում են այդ կրոնի տակ, այդ կանոնների տակ։ Ու անուն հանել են թե մենք քրիստոնյա ենք եւ շնորհի տակ ենք։ Ու ամեն քրիստոնյա շնորհի տակ չի։ Ու ամեն քրիստոնյա չի հասկանում շնորհի վարդապետությունը, շնորհքի օրենքը, որ ազատությունն է։ Այնքան կանոններ են կոլոնում իրանց վրա, բանկից չեն կարող հելնել։ Կամ մարդիկ հեվում թողում գնում են համայնքից, որտեղ ծանր է կատարել է նման կանոնները։ Կան եկեղեցիներ, որ շատ ծանր են Աստծուն պաշտպանել։ Հիսուսն ասում է, «Քա ծանր կանոններ եք դրել մարդկանց վրա, ոչ դուք եք անում մատով ինչ որ հրում կամ մի օգուտ տալիս։ Ոչ էլ թողում եք այս մարդիկ ծանր կանոնները դրել եք մարդկանց ուսերին, չեք կարող տակից դուրս գան»։ Ծանր է։ Քրիստոնեությունը շատերը դարձել են ծանր, այսպես վագոնի նման քաշ տալի, հազիվ են եթում։ Այդ Աստված կարծես թե ինքան ծանր բերա դրել մարդկանց վրա, որ այս մարդ չեն կարող տակից ելնել։ Քաշ են տալի ծանր, հեվում են։ Բայց Աստված այս բաներ չի դրել մարդկանց վրա, մարդիկ են տնում, չհասկանալով, հոգու միտքը չունենալով, իբր շնորհքի տակ են։ Ինչ շնորհքի տակ ես, երբ որ քո համայնքում այնքան կանոններ կա, որ ծեսել ու ավանդույթներ կանոններ, չգիտեմ ինչեր կա, որ մարմնավոր, մարմնական, ձևական, որ Աստծուն հաճեցնում են։ Որ մենք արդար ենք, Աստծուն հաճեցնում ենք, որ մենք այսպեսին ենք, մենք խոնարհ ենք երևում, մենք աշխարհասեր չենք, աշխարհը չենք սիրում աշխարհը, մենք առանձնացած ենք, չէ։ Շատերը աշխարհ սիրելը հասկանում են աշխարհի, այսինքն սովորական, ասենք գեղեցիկ լինելը։ Սակայն գեղեցիկ լինելու մեղքը ո՞րն է, կամ գեղեցիկ չլինելու արդարությունը ո՞րն է։ Շորի, Հակոկապի, Արտակինի սուրբն ու արդարը ո՞րն է։ Պարկեշտի սուրբը ո՞րն է։ Պարկեշտը միայն պարկեշտությունն է ցուցաբերում։ Պարկեշտ, այնքան մարդիկ կան պարկեշտ են հագնվում, իսկի Աստծուն չեն էլ հավատում, չեն Աստվածահաճո։ Նայած որ քրիստոնյա եկեղեցիներ կան, որ այնքան մարմնական կանոններ են դրել համայնքում, որ գիտեք ինչից հերոյ է քրիստոնեությունից նման կանոնները։ Ու մարդկանց թույլ չի տալի որ ասես թարմանան հոգով, ասես կանոնների մեջ է պահում։ Դա լավ չի։